Խնդրեմ կներկայանաք ձեր ուղերձ օրվա հետ կապված։ Ողջունում եմ բոլորին, Ավետիք Հարությունյան, Պահեստազորի սպա, 20 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից։ Օրվա տոնի կապակցությամբ ուզում եմ շնորհավորեմ բոլոր հայ ազգին, ամբողջ հայ ազգին բանակի օրվա կապակցությամբ, քանի որ Հայաստանը երկար տարիներ չունենալով պետականություն, ձեռք բերելով այն, կարողացել է պահել այդ պետականությունը միայն բանակի, զինված ուժերի շնորհիվ եւ այսօրվա գործող զինծառայողներին, պահեստազորի զինծառայողներին, շարքայինից մինչև գեներալ, բոլորին շնորհակալություն պետք է հայտնել եւ շնորհավորել այսօրվա կապակցությամբ։ Ցավոք սրտի այսօր մենք մի քիչ այլ կերպ պետք է նշեինք, քանի որ իրավիճակը այնպիսին է, որ բանակի դերը եւ նշանակությունը մեր պետության մեջ պետք է օր-օրի բարձրացվեր, որպեսզի կարողանայինք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները հետագայում կարողանայինք լուծել, բայց ցավոք սրտի մանր, բայց տեսանելի քայլերով հակառակ process-ն է գնում, զինված ուժերի դերը գնալով պակասեցվում է, նրա նշանակությունը պակասեցվում է, դա ակնհայտ երևում է եւ դա շատ վատ հետևանքների կարող է բերել։ Արդեն մենք դրան 20 թվականին առերեսվել ենք այդ հետևանքների հետ, բայց դա իրականում կարող է ծաղիկներ թվալ, թե ինչը կարող է տեղի ունենալ հետագայում, էլի։ Խոսքը նաև զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին։ Դա միանշանակ դրա մասին էլ է խոսքը, քանի որ դա իհարկե ցանկալի է արվել, բայց դա պետք չէր արվել որպես PR քայլ, նախընտրական քայլ եւ դրանով իսկ մեծ հարված հասցնելով զինված ուժերին, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանողականությանը։ Փաստացի մեր զինված ուժերի թվականակը պակասեցվել է, այնիշ այսօրվա իրավիճակում դա պետք է միայն ավելացվեր։ Հնարավորության դեպքում պետք է կրկնապատկվել, բայց այս քայլով նրանք ուղղակի թուլացնում են զինված ուժերը։ Բոլորս էլ ցանկանում ենք, այո, որ իրականում ոչ մի ծնող չի ցանկանում, որ երեխան երկար ծառայի, բայց պետք է գիտակցի նաև, որ դրանից կախված է պետության ապագան, պետության գոյություն ունենալը։ Ասենք դրանով իրականում ընդհանրապես մի հատ PR քայլ է արվել, ոչ ավելին։ Բացի այդ, նույնիսկ այս տոնի, օրինակ այսօր ոնց հասկանում ենք, ոչ մի պետական միջոցառում չի պլանավորված, բայց ինչ պետք է դա նշվեր։ Ինձ թվում է սա մանր քայլեր են, որոնք հետագայում էլ ավելի ակնհայտ դառնալու են զինված ուժերի, կոպիտ ասած, նշանակությունն ու դերը մեր հասարակության մեջ լսեմացնելու, վերջնական զրոյականի հասցնելու։ Դա միանշանակ ձեռնտու է միայն մեր թշնամիներին։ Ինչպես պայքարել դրա դեմից։ Առաջին հերթին միանշանակ պետք է առաջի քայլը պետք է լինի այս իշխանության հեռացումը։ Ինչպես եք դա տեսնում, ընտրություններով թե այլ կերպ։ Այո, այս պահին ընտրություններով դա միայն պետք է արվի, այլ տարբերակը միգուցե նաև շատ ավելի վտանգավոր կլինի։ Իմ կարծիքով ընտրություններով այդ հնարավորությունը միանշանակ կա, ուղղակի պետք է ճիշտ նախապատրաստվել եւ ընտրություններով հեռացնել նրանց։ Դրանից հետո նոր հետագա քայլերով այդպես փշուր հավաքել այն ինչ որ այս պահին դեռ մնացել է։ Շնորհակալություն։